Պարոն Ստեփանյան, քանի որ մենք զրուցեցինք նաև մյուս բանախոսների հետ, ատելության խոսքի հետ կապված, դուք ինչ կասեք այդ ատելության խոսքի մասով, ինչ պետք է արվի, որ ատելության խոսքը վերջիվերջո դուրս գա խոսույթից եւ ընդհանրապես հատկապես Արցախահայությամբ վերաբերյալ ատելության խոսքը, քանի որ ինչպես տեսնում ենք բարձր մակարդակով անգամ այդ ամեն ինչը իրականացվում է նույն ազգային ժողովի նախագահի մակարդակով, անգամ վարչապետ ամենաբարձր, այսպես ասած, ատյաններում այդ ամեն ինչը արվում է։ Եթե ասենք իսպար բացառել ատելության խոսքը, չեմ կարծում, դա անհնար է, մանավանդ Հայաստանում հիմա հասարակական բևեռվածությունը շատ ահավոր չափերի է հասել եւ ըստ այդմ էլ խոսել իսպար բացառման մասին դրա անհնար է, բայց կոնկրետ արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքի հաղթարման նպատակով մի քանի բան պետք է անել պարզապես համակցել օրինակ իրավական մեխանիզմը, հանրային պարսավանքի մեխանիզմին, դրան գումարել նաև կոնկրետ դեպքերի վերազեկույցների պատրաստում, հանրության առողջ հատվածի արձագանքը այդ ամեն ինչին եւ այս համակցված ասել կարճաժամկետ միանգամից հարց լուծվելու է ոչ, բայց ժամանակի ընթացքում սա կբերի հանգեցնի նրան, որ ավելի մարդիկ պատասխանատու կմոտենան իրենց խոսքին, չեն տարածի ատելության խոսք ոչ արցախցիների հասցեին եւ ոչ առհասարակ իրար հետ հարաբերություններում կկարողանանք ինչ-որ ձևով հաղթահարել այս արատավոր երևույթը։ Եվ մի հարց էլ կապված վերջին հանդիպման հետ Ռուսաստանի նախագահի եւ Փաշինյանի, քանի որ Փաշինյանը այնտեղ հայտարարեց, որ մենք փակում ենք Ղարաբաղյան էջը, այսպես ասած, այսինքն նա բոլորի անունից կարծես խոսեց, բայց բոլորը չէ որ դրան համաձայն են, այդ մասով ինչ կասեք, այսինքն ինչպես պետք է։ Մենք նաև այսօր դրան կանդրադառնանք, որովհետև ըստ էության տեսնում ենք, որ ատելության խոսքի տարածման պատճառներից մեկը նաև վերադարձի շուրջ ձևավորած խոսույթն է, կամ Արցախի թեման չփակելու վերաբերյալ խոսույթն է, ինչը այո, մարդիկ չեն փակում, ճիշտ են անում, իրենց մեր իրավունքն է, մենք մեր իրավունք առաջ ենք մղելու եւ բոլոր հարթակներում պայքարելու ենք այդ իրավունքի իրացման համար, անկախ նրանից այսօրվա իշխանությունները Հայաստանի Հանրապետության գնում են այդ օրակարգի հետևից թե ոչ։ Կունենանք իշխանություններ, որոնք կսպասարկեն այս օրակարգը շատ լավ, չենք ունենա, կփորձենք պահել եւ հնարավորինս անել, որ Արցախի թեման չփակվի։